Հարգելի հետևորդներ, 2025 թվականի համար կատարած իմ 24 թվականի դեկտեմբերի ամսվա մեջ կանխատեսումը ես ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել կապված ջրերի, ջրհեղեղների դեպքը, որոնք ես զգուշացրել է եւ մենք տեսնում ենք այսօրվա դրությամբ ջրերի հետ կապված իրադարձությունները իմ կանխատեսած իրականություն են դառնում եւ ես դա կանխատեսել եմ անցած տարի 2024 թվականի դեկտեմբերի վերջերում։ Քիչ անց կգնանք եւ բոլորդ կտեսնեք, թե որպես բավականին պրոֆեսիոնալ 27 տարվա մասնագետ իմ մասնագիտական առումով ինչքան հետաքրքիր կանխատեսումներ են եղել, որոնք որ ես բավականին հետո եմ ուշադրություն դարձրել։ Տրանսի մեջ լինելով ես բավականին չեմ հիշում, բայց հետո հիշում եմ։ Ցիֆրաները տեսնում եք տարբեր տեղեր, ռազրուշենյաները, վթարները եւ այլ գործողությունները դրանք կլինեն։ Ուզում եք, չեք ուզում։ Նույնը հանգիստ չի լինելու։ Ոնց որ այս տարի էր։ Իրոք չի լինելու։ Շատ մարդկանց աչքեր կբացվի, շատ հարցերում։ Ամեն մարդ չի որ կդիմանա այդ էներգիաներին, կստացի։ Տրանսֆորմացիան անխուսափելի է լինել։ Ցավոք սրտի։ Այսքանով ես ուզում եմ ավարտել իմ աշխատանքը, որովհետև տևեց 2 ժամ։ Ես հիմա ձեզ ցույց կտամ քարտերը, որպեսզի դուք հասկանաք, հենց մի անգամից ցույց է տալիս տարոքարտերը։ Ջրի հետ կապ ունի, նաև ջրհեղեղների հետ կարող է դա կապ ունենալ, ինտերնետ, էներգիաները 2025 թվականի իրադարձությունները, էներգիաները 2025 թվականի կանանչ փայտե օձի տարում։ Նեպտունը դուրս եկավ։ Դեռ սա ամբողջ աշխարհում հարցրեցինք, ջրերի հետ է կապ ունենալու։ Բավականին շատ։ Իսկ օդային տարերի այստեղ անկայունությունը կյանքը մարդու կարող է դարձնի անցողիկ, ամեն ինչ զգալիորեն կարողանա, փոփոխություններ կարող են լինել, դրանք նաև տեղի կարող են ունենալ մեկը մյուսի հետևից։ Պարզապես այդ ընթացքում կարող եք հետևել իրադարձություններին։ Կյանքը կարող է դառնալ բավականին անկայուն, փոփոխական, լի բավականին խառնաշփոթ իրավիճակներով։ Քաոս եւ հոգեկան զառանցանքը կարող են նստել մարդկանց մտքերում, երբ միտքը չի կարողանում հաղթահարել տեղի ունեցող բեռը, եւ շփոթված այն, ինչ կատարվում է մարդու շուրջը։ Այսպես իրադարձություններ են տեղի ունենալու։ Այդ ընթացքում աշխարհը ձեր կարծիքով այնպիսի տպավորություն կլինի, կարծես խելագարված է եւ դադարում է տրամաբանական